Թեև Հայաստանյան տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցը հայտարարվել է առաջնային, սակայն պարզվում է երկրից արտահանվող թիվ 1 ապրանքը հիմնականում հոսում է մեկ պետություն՝ Չինաստան, դիտորդների ներկայացմամբ վտանգավոր կախվածություն ստեղծելով Հայաստանի տնտեսության համար։ 2015-ից 2021 թվականներին մինչև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով հայաստանյան արտաքին առևտրի էական փոփոխությունը պղնձի, հանքաքարի եւ խտանյութի մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում միջինում 23% էր, այսինքն գրեթե 1/4, իսկ Չինաստանի մասնաբաժինը հայաստանյան պղնձի արտահանման կառուցվածքում նախորդ 15 տարիների ընթացքում 12%-ից հասել է 78%-ի։ Նման միտումը վկայում է պղնձի արտահանման բարձր կենտրոնացման մասին։ Ապրանքը ծախվում է բորսայում, հետո սեփականատերը ինքն է որոշում, թե այդ խտանյութը որ մի ձուլարանում իրականացնի ձուլման process-ը, Ինքը հիմնական ռիսկը կայանում է նրանում, որ եթե ինչ-որ մի իրավիճակում Չինաստանը չկարողանա այդ գործընթացը իրականացնել պղնձի ձուլման կամ հրաժարվի, օրինակ, մենք ունենալու ենք ապրանքի իրացման խնդիր։ Ընդհանրապես, նախորդ տարիներին Չինաստանի կշիռը հայաստանյան արտաքին առևտրում անշեղորեն աճել է։ 10 տարվա ընթացքում Հայաստան-Չինաստան առևտուրն ընդլայնվել է գրեթե 5 անգամ, 2024 թվականը փակելով ավելի քան 2 միլիարդ 800 միլիոն դոլարով։ Այս ցուցանիշով Պեկինը երրորդ հորիզոնականում է Երևանի արտաքին առևտրային գործընկերների շարքում, զիջելով Ռուսաստանին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։ Սակայն Հայաստանի առևտուրը Չինաստանի հետ ծավալով գերազանցել է, օրինակ ողջ Եվրամիության հետ առևտրին։ Նման աճի տեմպերով Պեկինը Երևանի առևտրային գործընկերների շարքում դարձյալ առաջատարներից է։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի առևտուրն ավելի արագ աճել է միայն Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ռուսաստանի հետ։ Սակայն այս պարագայում պատճառը հայտնի է՝ Մոսկվայի դեմ տակավին գործող միջազգային պատժամիջոցները։ Չնայած Հայաստանի արտաքին առևտրում Չինաստանի մասնաբաժինը շարունակում է մնալ 10%-ի շրջակայքում, սակայն բացարձակ թվերով, ինչպես ասացինք, աճը տպավորիչ է եւ ամենից կարեւորը շարունակական։ Համեմատենք 2014 թվականին հայ-չինական առևտուրն ընդամենը 588 միլիոն դոլար էր։ 2022 թվականից հետո, ռուս-ուկրաինական պատերազմից հետո, այս ներմուծման ծավալները զգալիորեն աճեցին եւ ըստ էության Հայաստանը վերածվեց կամուրջի Չինաստանի եւ Ռուսաստանի միջև, սա ինչքան էլ տարօրինակ հնչի, այդուհանդերձ կան ապրանքներ, որոնք անմիջականորեն չէին կարող արտահանվել Չինաստանից դեպի Ռուսաստան, եւ այդ միջնորդական երկրներից մեկը դարձավ Հայաստանը։ Չինաստանի պարագայում նույնպես Հայաստանն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Նախորդ տարիներին այդ տարբերությունն արտահայտվել է անգամներով, անցած տարի օրինակ այն 629 միլիոն դոլար էր։ Հայաստանը Չինաստան արտահանում է հիմնականում պղնձի եւ մոլիբդենի հանքաքարեր ու խտանյութեր, բայց անցած տարի չինական շուկա հայաստանյան ողջ արտահանման 41%-ը կազմեց կիսաֆաբրիկատ ոսկին։ Հասկանալի է, խոսքը վերարտահանվող ոսկու մասին է։ Չինաստանից Հայաստանը գլխավորապես ներմուծում է մեքենաներ եւ մեխանիկական սարքեր, էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ։ Ընդ որում, եթե նախկինում երրորդ հորիզոնականում հագուստն ու հագուստի պարագաներն էին, ապա 2022 թվականից էլեկտրական մեքենաները դուրս մղեցին այդ խմբին, զբաղեցնելով երրորդ տեղը։ Անշուշտ այստեղ դեր ունեցան նաև էլեկտրական մեքենաներ ներմուծելիս Հայաստանի կառավարության սահմանած սակագնային հայտնի արտոնությունները։